Իրավապահներն այսօր ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Արուստամյանին։ Ձերբակալել են սոկալանքնակննարկելու։ Արդեն գնացին դատարան։ Փաստաբան Հովիկ Սուքեսյանը շատ մանրամասներ չփոխանցեց, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով 1 ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալված է նաև մուլտիտրանսպորտի տնօրեն Արթուր Դալլաքյանը։ Ծառուկյանը ասեմ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Մեծ բան գոյություն չունի։ Իրավապահները Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք ու դրամական միջոցներ հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Այսօրվա հաղորդագրությունում քննչական կոմիտեն պնդում է, որ Մուլտիգրուպ կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Արուստամյանն ու Արթուր Դալլաքյանը օժանդակել են Ծառուկյանին։ Իդեպ ամիսներ առաջ դատարանն Արուստամյանին մեղավոր էր ճանաչել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով, արդարացրել Գագիկ Ծառուկյանին, որն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո։ Գլուխները պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ 70-ամյա Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց 2 տեղամասերում քվեարկության արդյունքները։ Արդյունքում քաղաքացիական պայմանագիրը որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում։ Ընտրություններից հետո իրավապահները սկսեցին ստուգումներ անել Ծառուկյանի բոլոր ընկերություններում, կապարակնքեցին գործարաններից մինչև ռեստորանների դռները։ Քննչականը դեռ փակ է պահում այդ դռները, պատճառաբանելով քննչական գործողությունները։ Ինչ ուզում անում են, ինչ կա, այստեղ ոչինչ բան չկա օրինական։ Իմ սպան գործում առանց բիզնեսի է։ Դուք չեք պատկերացնում, որ այստեղ բիզնեսը առանձնացրել են ՍՊ-ից։ Բիզնեսը վերցրել են, իրանց համար ՍՊ են բացել, իրանք աշխատացնում են։ Կառավարությունն արդեն տնօրինում է Ծառուկյանի Արարատ ցեմենտն ու Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կառավարիչներ է նշանակել։ Երևանի քաղաքապետն էլ հունիսին միակողմանի դադարեցրել է մուլտիվելնեսի հողի վարձակալության պայմանագիրը, անունը փոխել Երևան Վելնես։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին Multi Wellness առողջարանային համալիրը։ Ավելին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ծառուկյանից վերցրել է ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շինությունն ու ներսի գույքը։ Այժմ Ծառուկյանը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել սպորտային համալիրի գույքը։ Սա առաջին դատական հայցն է, որով մեծահարուստ գործարարը վիճարկում է պետության գործողությունները ընտրություններից հետո։ Multi Wellness-ի տնօրեն Արման Փիրոյանն այսօր չցանկացավ փակագծերը բացել, ասաց միայն որ դատարան են դիմել։ Փակեցին ու մենք սպասում ենք այդ քննչական գործողությունը ու եկան իրանք բացեցին արդեն, ոնց որ լրիվ կախարդական փայտիկ լիներ, էլի։ Հիմա էլ քաղաքապետարանը եթե լավ մեզ ասել էր, որ դուք ձեր գույքը վերցրեք, ու բանից դուրս եկա, որ այս պայդրությամբ ինքը շենքը վերցրեց ու սկսեց չարգործել։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի Multi Wellness-ի ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևանի քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը։ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է Multi Wellness-ի կառուցապատման իրավունքը եւ գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն։ Կադաստրից չեն մեկնաբան իրենց որոշումը։ Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որոնք են այս փոփոխության հիմքերը եւ արդյոք պայմանագրում կան նման դրույթներ։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել թե այդ հիմքերի, թե այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաեւ գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։